Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը առնչվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, պետական ինստիտուտների կայունության, քաղաքացիների անվտանգությանը եւ պետության ապագայի նկատմամբ վստահության ձևավորմանը։ Այդ պատասխանատվությունը պահանջում է որակյալ օրենսդրություն, հետևողական վերահսկողություն, մասնագիտական ներգրավվածություն եւ պետական շահի շուրջ համախմբելու կարողություն։ Անվտանգությունը պետության գոյության հիմնարար պայմանն է։ Առանց դրա հնարավոր չէ ապահովել կայուն զարգացում, տնտեսական առաջընթաց, ժողովրդագրական աճ, սոցիալական պաշտպանվածություն եւ ժողովրդարական ինստիտուտների բնականոն գործունեություն։ Ժողովրդավարությունն էլ իր հերթին ուժեղացնում է անվտանգությունը, որովհետև ապահովում է հաշվետվողականությունը, օրենքի գերակայությունը, հանրային վստահությունը եւ իշխանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը։ Ժամանակակից աշխարհում անվտանգության բովանդակությունը ընդլայնվել է։ Ռազմական սպառնալիքներն ու պետական սահմանների պաշտպանությունը շարունակում են մնալ առանցքային, սակայն պետության կայունությունը կախված է նաև կառավարման որակից, ներքին կարգից, տեխնոլոգիական զարգացումից, կիբերանվտանգությունից, տեղեկատվական դիմակայունությունից, ռազմաարդյունաբերական ներուժից, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունից, սոցիալական կայունությունից եւ հասարակության ընդհանուր պատասխանատվությունից։ Պատրաստվածությունից ներողություն։ Իմ ընկալմամբ անվտանգությունը եւ պետության եւ հասարակության կարողությունն է կանխելու եւ չզոկացնելու արտաքին ու ներքին սպառնալիքները, նվազեցնելու ու կառավարելու ռիսկերը եւ հավանական վնասները, պաշտպանելու ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, բնակչությունը եւ կենսական համակարգերը, պահպանելու պետական կառավարման ու հանրային ծառայությունների շարունակականությունը, իսկ ճգնաժամից հետո արագ վերականգնվելու եւ զարգացումը շարունակելու։ Այս սահմանումը միավորում է արտաքին եւ ներքին անվտանգության փոխկապակցված ուղղությունները։ Արտաքին անվտանգության շրջանակում են պաշտպանությունը եւ զինված ուժերը, սահմանների պաշտպանությունը, արտաքին հետախուզությունը, դիվանագիտությունը, ռազմաարդյունաբերությունը, միջազգային գործընկերությունները, ինչպես նաեւ տնտեսական եւ էներգետիկ կախվածությունների կառավարումը։ Ներքին անվտանգությունը ներառում է հանրային կարգն ու ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ քաղաքացիական պաշտպանությունը, միգրացիա եւ քաղաքացիական կառավարման կառավարումը, հանցագործության, ապօրինի զենքի եւ տրամադրամիջոցների շրջանառության դեմ պայքարը, կիբերանվտանգությունը, տեղեկատվական դիմակայունությունը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը եւ ճգնաժամային կառավարումը։ Անվտանգության համակարգի ամրությունը պայմանավորված է նաեւ կադրային քաղաքականությամբ, կրթական եւ մասնագիտական պահանջները, ծառայության համար անհրաժեշտ բարեվարկությունը, շարունակական վերապատրաստումը, սոցիալական պաշտպանվածությունը եւ արժանապատիվ ծառայության պայմանները պետք է դիտարկվեն որպես պետական անվտանգության բաղադրիչներ։ Հաստատուն համակարգ չի կարող ձևավորել այն դեպքում, երբ պետությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, բայց չի ապահովում համապատասխան կրթության, մասնագիտական զարգացման եւ սոցիալական երաշխիքներ։ Նման լայն սահմանումը պահանջում է յուրաքանչյուրի դերի պատասխանատվություն եւ փոխգործակցության հստակ շրջանակ։ Անվտանգային կառույցները պետք է գործեն իրենց օրենքով սահմանված լիարժությունների շրջանակում, իսկ ընդհանուր ռազմավարությունը պետք է ծառայի միասնական պետական նպատակներին։ Ժամանակակից պատերազմները ու անվտանգային ճգնաժամերը ցույց են տալիս, որ պետությունը պետք է ժամանակին գնահատի ռիսկերը, մշակի հնարավոր սցենարները եւ ձևավորի կանխարգելիչ քաղաքականություն։ Ուստի անվտանգության համակարգը պետք է դիտարկել որպես միասնական պետական կարողություն, որի արդյունավետությունը կախված է բոլոր օղակների համաձայնեցված աշխատանքից։ Հենց այս համոզմամբ եմ պատկերացնում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապագա աշխատանքը։ Հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական եւ մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկները ու հանրային կարևոր մտահոգությունները։ Իմ պատկերացմամբ հանձնաժողովի գործունեությունը պետք է կառուցվի 3 փոխկապակցված հենասյուների վրա՝ բարձրորակ օրենսդրական աշխատանք, արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն եւ մասնագիտական ու ինստիտուցիոնալ զարգացում։ Բարձրորակ օրենսդրական աշխատանքը պաշտպանության եւ անվտանգության ոլորտի օրենսդրությունը պետք է ապահովի ոլորտային կառույցներին
արձագանքելու ընթացիկ խնդիրներին եւ միաժամանակ կանխատեսելու նոր մարտահրավերները։ Մենք համատեղ պետք է ժամանակին արձանագրենք իրավական բացերը, ձևավորենք անհրաժեշտ գործիքներ եւ ապահովենք, որ անվտանգային համակարգը զարգանա ժամանակակից պահանջներին համապատասխան։ Օրենսդրական աշխատանքի որակը գնահատվում է ընդունված օրենքների ազդեցությամբ։ Յուրաքանչյուր փոփոխության հիմքում պետք է լինեն պարզ հարցադրումներ. ինչ խնդիր է լուծվում, ինչ արդյունք է ակնկալվում, ինչ մարմին է պատասխանատու իրականացման համար եւ ինչպես է գնահատվելու արդյունքը։ Այս մոտեցումը թույլ կտա խուսափել հատվածային լուծումներից եւ օրենքների հաճախակի փոփոխությունից, առանց դրանց համակարգային ազդեցությունը հասկանալու։ Հանձնաժողովի կարևոր գործառույթներից պետք է լինի նաև գործող իրավական դաշտի պարբերական գնահատումը։ Օրենքի ընդունմամբ աշխատանքը չի ավարտվում։ Պետք է հասկանալ, թե ինչպես է այն կիրառվում, արդյոք հասնում է նպատակին, նոր խնդիրներ առաջացնում է եւ արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ կամ կառավարման այլ միջոցներ։ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում նույնիսկ փոքրիկ իրավական բացը կարող է ունենալ համակարգային հետևանք։ Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը ժողովրդավարական կառավարման հիմնական գործիքներից է։ Այն ենթադրում է պետական քաղաքականությունների ընթացքի ուսումնասիրություն, արդյունքների գնահատում, հաշվետվողականության ապահովում եւ անհրաժեշտ բարելավումների առաջադրում։ Հանձնաժողովը չի փոխարինում գործադիր կառավարումը եւ ուղղակի չի միջամտում կառավարմանը։ Նրա դերն է հարցերը բերել խորհրդարանական քննարկման, պահանջել հիմնավորված պատասխաններ, գնահատել օրենքների ու ծրագրերի իրականացումը եւ անհրաժեշտության դեպքում առաջարկել եւ հանդես գալ իրավական ու ինստիտուցիոնալ լուծումներով։ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում վերահսկողությունը պետք է լինի համակարգված եւ նպատակային։ Այն պետք է գնահատի բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը, ծրագրերի կատարումը, ձեռք բերված կարողությունների համապատասխանությունը պետական նպատակներին, բարեփոխումների իրականացման ժամկետները եւ արդյունավետությունը։ Գաղտնիության պահանջը պետք է համադրվի խորհրդարանական հաշվետվության հետ, բաց եւ փակ ձևաչափերի ճիշտ կիրառմամբ։ Հանձնաժողովի հարաբերությունները կառավարության հետ պետք է կառուցվի համագործակցության եւ վերահսկողության հավասարակշռության վրա։ Մենք պետք է օրենսդրական եւ վերահսկողական գործիքներով նպաստենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ձևավորմանը, աջակցենք բարեփոխումներին եւ միաժամանակ գնահատենք դրանց իրականացման ընթացն ու արդյունքները։ Այս առումով խոստանում եմ, որ իմ ղեկավարած հանձնաժողովը հաշվետվողական առումով առավել պահանջկոտ է լինելու կառավարության մեր գործընկերների նկատմամբ։ Ժամանակակից անվտանգության քաղաքականությունը չի կարող հիմնվել միայն պետական կառույցների ներսում առկա գիտելիքի վրա։ Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմական, իրավական, գիտակրթական, տեխնոլոգիական, տնտեսական եւ կառավարման նշանակալի ներուժ։ Այդ ներուժը ներառում է անկախ փորձագետներին, մասնագիտական եւ հասարակական միավորումներին, հետազոտական կազմակերպություններին, ինստիտուտներին, մասնավոր հատվածին։ Իմ ղեկավարությամբ հանձնաժողովը կստեղծի նրանց գործնական ներգրավման մեխանիզմներ, մասնակիցների հավասար ներգրավվածություն, հանրային ու պետական շահի շուրջ համագործակցություն եւ պատասխանատվության հստակ սահմանումն է։ Փորձագիտական մասնակցությունը չի փոխարինում քաղաքական պատասխանատվությունը, սակայն քաղաքական որոշումների որակը մեծապես կախված է այն գիտելիքից, որի վրա դրանք հիմնվում են։ Մասնագիտական առաջարկները պետք է կարողանանք վերացել թեմատիկ ուսումնասիրությունների, օրենսդրական լուծումների, վերահսկողական հարցադրումների եւ պետական ծրագրերի գնահատման չափանիշների։ Հանձնաժողովի խնդիրներից է լինելու ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ մասնագիտական գիտելիքը լսելի է, իսկ օգտակար առաջարկն ունենում է գործնական շարունակականություն։ Այս երեք ուղղությունների համադրությամբ վստահ եմ, որ կարող եմ ձևավորել հանձնաժողով, որը հետևականորեն արձագանքում է առկա խնդիրներին, գնահատում ընդունված որոշումների ազդեցությունը եւ նպաստում ապագա մարտահրավերներին պատրաստ պետական համակարգի ձևավորմանը։ Հարգելի գործընկերներ, անվտանգության արդյունավետ քաղաքականություն մշակելու համար պետք է ճիշտ հասկանալ այն միջավայրը, որտեղ գտնվում ենք այսօր։ Հայաստանի առջև կանգնած են տարբեր արտաքին ռիսկեր, հիբրիդային, տեղեկատվական ու կիբեր սպառնալիքներ, տնտեսական եւ էներգետիկ կախվածություններ, ժողովրդագրական ու միգրացիոն մարտահրավերներ։ Այս ռիսկերը փոխկապակցված են եւ կարող են միաժամանակ ազդել պետության կայունության վրա։ Սպառնալիքները դարձել են արագ փոփոխվող եւ բազմաշերտ։ Պետությունը կարող է ճնշման ենթարկել ռազմական գործողությունների, սահմանային լարվածության, կիբերհարձակման, ապատեղեկատվության, տնտեսական սահմանափակման, էներգետիկ խափանման, միգրացիոն ճգնաժամի կամ կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի խաթարման միջոցով։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրով մենք խաղաղություն հաստատեցինք Ադրբեջանի հետ։ Խաղաղությունը նոր է, փխրուն է եւ կարիք ունի ավելի ամրապնդելու։
Խաղաղության ամրապնդման մենք փորձում ենք հնարավորինս նվազեցնելու եւ զրոյացնելու ռազմական գործողությունների եւ սահմանային լարվածությունների ռիսկերը եւ մեծ աշխատանք ունենք անելու մնացած հարցերում։ Սակայն անհրաժեշտ է գնահատել ոչ միայն այն, ինչ տեղի ունենում այսօր, այլ նաեւ այս գործընթացները, որոնք կարող են ձևավորել վաղվա մարտահրավերները։ Այս համատեքստում կարևոր եմ համարում ռազմավարական կանխատեսման մշակույթի զարգացումը։ Այն ենթադրում է ուսումնասիրություններ, հնարավոր սցենարների մշակում, ռիսկերի վաղ բացահայտում, որոշումների տարբերակների գնահատում եւ պետական մարմինների պատրաստվածություն պարբերական ստուգում։ Հանձնաժողովը կարող է նպաստել այս մշակույթի ձևավորմանը, ապահովելով թեմատիկ վերլուծությունների, ռազմավարական ծրագրերի, չափելի նպատակների եւ գնահատման մեխանիզմների մասնագիտական քննարկումը, այդ թվում ըստ անհրաժեշտության բաց եւ փակ ձևաչափերով։ Ժամանակակից անվտանգության առանցքային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը, արհեստական բանականության, անօդաչու եւ ռոբոտացված համակարգերի, կիբերտեխնոլոգիաների, տվյալների անվտանգությունը, կապի եւ կառավարման ժամանակակից միջոցները փոխում են պատերազմի իրավապահ գործունեության եւ ճգնաժամային կառավարման տրամաբանությունը։ Հայաստանը պետք է հետևի միջազգային զարգացումներին եւ ձևավորի սեփական գիտական, ինժեներական ու արտադրական կարողություններ։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի ռազմարդյունաբերության զարգացումը։ Այն միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ինժեներական միտքը, կրթությունը, արտադրությունը եւ տնտեսությունը։ Ռազմարդյունաբերական ներուժը մեծացնում է պաշտպանության ինքնուրույնությունը, նպաստում մասնագիտական աշխատատեղերի ստեղծման եւ ընդլայնում տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները։ Այդ պատճառով պաշտպանության ոլորտի քննարկումները պետք է կապվեն կրթության, գիտության, արդյունաբերական քաղաքականության, պետական պատվերի փորձարկման եւ որակի վերահսկման հետ։ Կիբերանվտանգությունը ու տեղեկատվական դիմակայությունը եւս պետական անվտանգության հիմնական բաղադրիչներն են։ Պետության վրա կարելի է ազդեցություն գործադրել տեղեկատվական հոսքերի, նարատիվների, հոգեբանական ազդեցության գործիքների, տվյալների արտահոսքի եւ թվային ենթակառուցվածքների խաթարման միջոցով։ Միաժամանակ այդ քաղաքականությունը պետք է հիմնվի օրենքի գերակայության, անձնական տվյալների պաշտպանության, խոսքի ազատության եւ ժողովրդավարական վերահսկողության վրա։ Սոցիալական պաշտպանությունը նույնպես ավանդական նշանակություն ունի։ Անվտանգության համակարգում ծառայող անձանց արժանապատիվ արձակուրդությունը, առողջապահական ու բնակարանային երաշխիքները, ընտանիքների պաշտպանվածությունը, վերականգնման եւ վերապատրաստման հնարավորությունները նպաստում են համակարգի կայունության եւ մասնագիտական կադրերի պահպանմանը։ Նշված համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների միջև ավելի սերտ փոխգործակցության եւ նրանց գործունեության փոխլրացման անհրաժեշտությունը։ Ազգային դիմակայունությունը պետության եւ հասարակության կարողությունն է դիմակայելու ճգնաժամերին, պահպանելու կենսական գործառույթները, արագ վերականգնվելու եւ շարունակելու զարգացումը։ Այն վերաբերվում է պետական կառավարման շարունակականությանը, համայնքների պատրաստվածությանը, քրիտիկական ենթակառուցվածքների, տնտեսական ու սոցիալական կայունությանը, քաղաքացիական պաշտպանությանը եւ հանրային վստահությանը։ Այս խնդիրների լուծման համար ես պարտավորվում եմ համախմբել պետական համակարգի, գիտակարդական ոլորտի, մասնավոր հատվածի, մասնագիտական միավորումների եւ կազմակերպված հասարակության ներուժը։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա առաքելություններից մեկը լինել է օրենսդրական ու վերահսկողական գործիքներով նպաստել համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի աստիճանական ձևավորմանը, բանակի կերպարափոխման, պայմանագրային ծառայության զարգացման եւ պետական դիմակայունության բարձրացմանը։ Հարգելի գործընկերներ, յուրաքանչյուր նոր պատասխանատվություն պահանջում է նախ գնահատել առկա իրավիճակը, հասկանալ հնարավորությունները եւ դրանից հետո ձևավորել երկարաժամկետ գործողությունների ծրագիր։ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում առավել կարեւոր է խուսափել պատրաստի լուծումներից, որոնք առաջարկվում են առանց բավարար ուսումնասիրության, մասնագիտական քննարկման եւ փաստերի վրա հիմնված գնահատման։ Եթե արժանանամ ազգային ժողովի վստահությանը, հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլում համատեղ իրականացնելու ենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտի օրենսդրական վերահսկողության եւ ինստիտուցիոնալ խնդիրների ամբողջական գույքագրում։ Գույքագրմանը պետք է հաջորդեն ըստ անհրաժեշտության կազմակերպվող բաց եւ փակ մասնագիտական քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ եւ լսումներ։ Ես նպատակահարմար չեմ համարում շարժվել ձևական օրացույցի ստեղծելու տրամաբանությամբ եւ միայն դրա կատարմամբ սահմանափակվել։ Քննարկումների ձևաչափը, պարբերականությունը ու մասնակիցների շրջանակը որոշվել է կոնկրետ խնդրի բնույթով, օրենսդրական նախաձեռնությունների ընթացքով եւ անվտանգային միջավայրի փոփոխությամբ։ Միաժամանակ այդ գործընթացը պետք է լինի շարունակական եւ կանխատեսելի։ Մյուս առաջնահերթությունը պետք է լինի հանձնաժողովի մշտական վերլուծական կարողության ձևավորումը։
Այն կարող է ապահովել օրենսդրական բացերի գույքագրումը, թեմատիկ ուսումնասիրությունների պատրաստումը, լսումների մասնագիտական կազմակերպումը, միջազգային փորձի կիրառելիության գնահատումը, վերահսկողական ցուցանիշների մշակումը եւ ընդունված որոշումների կատարման մշտադիտարկումը։ Ակնհայտ է, որ հանձնաժողովը պետք է ունենա շարունակական ինստիտուցիոնալ հիշողության եւ վերլուծական աջակցություն։ Այս աշխատանքի մեջ ես ներգրավելու եմ պետական մարմինների, անվտանգության եւ պաշտպանության ոլորտի գործող ներկա եւ նախկին մասնագետներին, գիտնականներին, իրավաբաններին, տեխնոլոգիական ու ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին եւ կազմակերպած հասարակությանը։ Նրանց մասնակցությունը պետք է լինի առարկայական եւ արդյունքահեն։ Յուրաքանչյուր քննարկում պետք է ավարտվի հստակ արձանագրված խնդրով, պատասխանատու ուղղությամբ եւ հետագա քայլի որոշմամբ։ Ես ակնկալում եմ նաև ընդդիմադիր գործընկերների մասնակցությունը։ Անվտանգության հարցերում համաձայնությունը ցանկալի է, բայց անհամաձայնությունը չպետք է բացառի մասնագիտական համագործակցությունը։ Հանձնաժողովի աշխատանքը չի կարող կանգ առնել քաղաքական տարաձայնությունների պատճառով եւ շարունակվելու է նաև այն դեպքում, երբ ընդհանուր համաձայնություն չի ձևավորվի։ Այդուհանդերձ առարկայական օբյեկտիվ ու մասնագիտական քննադատությունը եւ բովանդակային բանավեճը կարող են օգնել ավելի ճիշտ տեսնել խնդիրները, խուսափել միակողմանի լուծումներից եւ բարձրացնել որոշումների որակը։ Համագործակցությունը ցանկալի է, իսկ մասնագիտական քննադատությունը անհրաժեշտ։ Հանձնաժողովի արդյունավետությունը պետք է գնահատվի իրական արդյունքներով։ Կարևոր է հասկանալ, արդյոք ընդունված օրենքը լուծել է խնդիրը, վերահսկողական աշխատանքը նպաստել է պետական կառավարման բարելավմանը, մասնագիտական քննարկումը վերածվել է կիրառելի լուծման, իսկ պետական ծրագիրն ունեցել է չափելի արդյունք։ Հարգելի գործընկերներ, ամփոփելով ցանկանում եմ ընդգծել այն հիմնական համոզմունքը, որն ընկած է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի վերաբերյալ իմ պատկերացումների հիմքում։ Անվտանգությունը պետության ընդհանուր կարողությունն է տեսնելու վտանգները, գնահատելու հնարավորությունները, ժամանակին որոշումներ ընդունելու, պաշտպանելու քաղաքացիներին ու կենսական համակարգերը եւ համախմբելու իր ներուժը պետական շահի շուրջ։ Պետությունները տարբերվում են իրենց ռեսուրսներով եւ դրանք կազմակերպելու կարողությամբ։ Հայաստանի համար հատկապես կարևոր է սահմանափակ հնարավորությունները վերացել համակարգված պետական կարողության։ Այդտեղ խորհրդարանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ունեն հստակ դեր՝ ապահովել որակյալ օրենքներ, գործուն վերահսկողություն, մասնագիտական քննարկում եւ քաղաքական պատասխանատվություն։ Իմ առաջնահերթությունը լինելու է ձևավորել աշխատանքային մշակույթ, որտեղ յուրաքանչյուր հարց ուսումնասիրվել է խորությամբ, յուրաքանչյուր որոշում հիմնավորվելու է գիտելիքով եւ փաստերով, յուրաքանչյուր նախաձեռնություն գնահատվելու է պետական շահի եւ իրական ազդեցության տեսանկյունից, յուրաքանչյուր վերահսկողական քայլ ուղղվելու է համակարգի ամրապնդմանը եւ պատասխանատվության հստակեցմանը։ Հանձնաժողովը պետք է օրենք ընդունող միամնից դառնա իրական վերահսկողության եւ անվտանգային քաղաքականության գնահատման կենտրոն։ Պետական ինստիտուտների ուժը ձևավորվում է օրենքներով, կառուցվածքներով եւ աշխատանքի մշակույթով։ Այդ մշակույթում մասնագիտական կարծիքը լսելի է, պատասխանատվությունը հստակ, տարբեր կարծիքների ազատ արտահայտումը պաշտպանված, իսկ պետական շահը գերակա։ Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև եւ միաժամանակ ունի մեծ հնարավորություններ։ Մենք ունենք փորձ, գիտելիք, մասնագետներ, պետական կառույցներ, կազմակերպված հասարակություն եւ սփյուռքի ներուժ։ Մեր խնդիրն է այդ հնարավորությունները ճիշտ կազմակերպել եւ վերացնել պետական կարողությանը։ Որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու գիտակցում եմ այս պատասխանատվության ամբողջ ծավալը։ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում յուրաքանչյուր որոշում ունի քաղաքական եւ պետական նշանակություն։ Պատրաստ եմ ստանձնել այս պատասխանատվությունը, պահպանելով մասնագիտական մոտեցումը, բաց լինելով համագործակցության եւ առարկայական քննադատության համար, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի շահերով։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։